Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը ներկայացուցիչ կուղարկի Եվրոպայում այս շաբաթավերջին Ուկրաինայի հարցով նախատեսված բանակցություններին, եթե հրադադարի շուրջ առաջընթացի լավ հնարավորություն լինի։ Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում Թրամփը նշել է. «Կտեսնենք կմասնակցենք հանդիպմանը, թե ոչ։ Մենք կմասնակցենք շաբաթ օրը Եվրոպայում կայանալիք հանդիպմանը, եթե կարծենք, որ կա լավ հնարավորություն։ Մենք չենք ուզում ժամանակ վատնել, եթե գործընթացը բացասական է»։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան Ամերիկայի Միացյալ Նահանգներին ներկայացրել են Ուկրաինայի հարցով խաղաղության պլանի նոր տարբերակ, որը ներառում է նաեւ տարածքային զիջումների հնարավոր տարբերակներ, ընդգծելով, որ վերջնական որոշումը պետք է կայացնի Ուկրաինայի ղեկավարությունն ու ժողովուրդը։ Բուլղարիայի վարչապետ Ռոսեն Ժելյազկովը հայտարարել է կառավարության հրաժարականի մասին երկրում շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին եւ խորհրդարանում սպասվող անվստահության քվեարկությունից ժամեր առաջ։ Խորհրդարանը պատրաստվում էր քննարկել կառավարության անվստահության հայտնելու հարցը։ Բողոքի ակցիաները սկսվել էին շաբաթ սկզբին։ Ցուցարարները պահանջում էին չհաստատել 2026 թվականի պետական բյուջեն, որը նախատեսում էր հարկերի կտրուկ բարձրացում շարքային քաղաքացիների համար։ Վրաստանն ու Ադրբեջանը շարունակում են մնալ ուժեղ դաշնակիցներ։ Սոցցանցերում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նրա խոսքով Աշխաբադում կայացած համաժողովի շրջանակներում նա հանդիպել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ։ Վրաստանն ու Ադրբեջանը համատեղ աշխատում են տարածաշրջանային խաղաղության ու կայունության պահպանման ուղղությամբ եւ հավատարիմ են ռազմավարական գործընկերության զարգացմանը, նշել է Կոբախիձեն։ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ելույթ է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստում։ Նրա խոսքով ԵԱՏՄ-ում հարգում են յուրաքանչյուր պետության զարգացման սեփական մոդելի իրավունքը եւ հաշվի են առնում բոլոր մասնակիցների շահերը։ Հուսով եմ, որ հետագա աշխատանքը, ինչպես եւ հիմա, հիմնված կլինի այդ սկզբունքների վրա, հավելել է Միշուստինը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ տարածքային հարցերի վերջնական որոշումը կկայացնի Ուկրաինայի ժողովուրդը ընտրությունների կամ հանրաքվեի միջոցով։ Զելենսկին հավելել է, որ իրադարձությունների հետագա զարգացումը մեծապես կախված է ուկրաինական զինված ուժերի գործողություններից, որոնք նրա գնահատմամբ ուղղակի ազդեցություն կունենան նաև խաղաղ բանակցությունների ընթացքի վրա։